Բա եկել ենք դատախազության ենք դիմել ստիպված, վերադասմալմինը ինքն է, պետք է վերահսկի, պետք է անպայման հանցագործության մասին հաղորդումը պետք է ընդունվի, ընկալվի, քրեական գործը նախաձեռնվի եւ քաղաքացին ճանաչվի տուժող, որովհետեւ իրական տուժող է։ Պարոն Կարագյոզյան, տեսեք, ասում եք կանխարգելիչ գործողություններ չեն արել։ Ինչպես եք պատկերացնում, ոստիկանությունը անհատապես պետք է բոլոր մարդկանց հաշիվների վրա կարողանա ազատություն ունենալ եւ հետեւել, թե նրանք ինչ են անում, ինչ ոչ։ Հնարավոր է, որ ես պատկերացումներ չունենամ, բայց ես հասարակ օրինակ եմ բերում, եթե ես փողոցում կոնֆետ վաճառեմ, ինչը անօրինական ձեռնարկատիրություն է, ինչ պիտի անեն։ Եվ կանեն, բայց այս դեպքում ինչի չեն անում, ոնց դա էլ ակնհայտ, եթե բոլոր փորձագետները զգուշացնում են, անգամ իրանք էլ են զգուշացնում, ակնհայտից էլ ակնհայտ է, պարզից էլ պարզ է, հանցագործություն է տեղի ունենում, եւ բոլորը քնած են ուխտի ականջում։ Լավ, հաջորդիվ ձեր քայլերը որոնք են լինելու։ Հաջորդիվ մեր քայլերը պետք է գնանք քննչական կոմիտե, այ այնտեղ իրանք կտեսնեն մեր պահանջները։ Ինչ է, նույն պահանջներով։ Նույն պահանջները ո՞րն է, պետք է պահանջեն քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնում, ինչը իրենց օրենսդրական պարտականությունն է։ Այդ գումարը թող հետ տան։ Փողս հետ տուր նախաձեռնությամբ գնալու են քննչական կոմիտե։ Իրատեսական համարում եք։ Ոնց իհարկե, բա կարող է փողոցում ուղակի դուրս են եկել գորգորալու։ Պարտավոր են, քանի որ իրանց բաց թողումների, իրանց հանցավոր անգործության պատճառով է առաջացել այս վիճակը, ուրեմն թող իրանք վերականգնեն քաղաքացիների ֆինանսական իրավունքները եւ վերջ։ Ներողություն, մի ճշտող հարց եւս, բանկերի խաբեությունների հետ կապված եւս նման հայտարարություններով, ակցիաներով հանդես եկավ, գումարները ի վերջո հետ վերադարձվեցին, թե ոչ։ Մինչև 2025 թվականի մինչև հունիսի 1-ը, որ քաղաքացիները որ դուժել էին բանկերում, ովքեր որ դարձել էին զեղծարարության զոհ եւ ում անունով ձևավորվել էին վարկեր, վարկային պահանջները դադարեցվեցին, կասեցվեցին մինչև քրեական գործի ավարտը։ Դե հիմա թող հիմա էլ ասեն չի բացահայտվում։ Չի բացահայտվում, թող այդպես չբացահայտված էլ մնա, այսինքն պահանջներ չի լինելու քաղաքացիների նկատմամբ։ Եվ այն գումարները, որոնք գողացվել էին քաղաքացիների հաշիվներից, վերադարձվեցին քաղաքացիներին, այո, դա էլի անհավանական է թվում լայն հանրությանը, եւ դա քարոզչության արդյունք է։ Հանրության հույսը կտրում են, որ ձեր իրավունքները կարող են վերականգնվել, բայց մենք հանրությանը հույս ենք տալու եւ արդարացնելու ենք այդ հույսերը։ Այս քաղաքացիների գումարը պետքա տան եւ վերջ։ Ասեք, մի քաղաքացու հետ էինք մի քիչ առաջացում, ասաց, որ Գազպրոմից SMS է ստացել, որտեղ որ իրեն առաջարկել են վարկ ձևակերպել։ Մտավախություն չի առաջացրել, կասկած չի առաջացրել, թե Գազպրոմը ամեն դեպքում ինչ կապ ունի վարկի հետ եւ ինչպես կարող է վարկ տրամադրել։ Այսպես ես մի անգամից ամեն դեպքում բոլոր դեպքերում չեմ կարող գնա հատականներ տալ, սա զեղծարարություն է, սա զեղծարարություն չի։ Գուցե զեղծարարություն չի, հիմա մենք ասենք զեղծարարություն է եւ ինչ որ ընկերություններ մեզ մեղադրեն։ Դա պետք է ուսումնասիրել, հետազոտել, ես ինչ իմանամ, ֆինանսական կազմակերպությունները սնկի պես ծլում են ամեն օր ինչ որ ֆինանսական կազմակերպություններ են առաջանում եւ վարկեր են առաջարկում քաղաքացիներին, պետք է ուղղակի ուշադիր լինել, բայց նորից եմ ասում, պետությունը ունի պարտականություն պաշտպանելու նաեւ մեդիա անգրագետ քաղաքացիներին։